Հիմա 1404 թվականն է ու ես գտնում եմ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Եթե ինչտեղ շատ տաք է ու շատ հաճելի է, որ այսքան տաք է, արևոտ է Իրանը ողջունում։ Հիմա եկել ենք ռեստորան, որը սարերի մեջ է։ Ստեղ են ասած սարերի երկիր։ Մարդիկ սար ունեն, սարերի մեջ ռեստորան։ Ռեժանն է Այս որ տենում եք, շաքարի տեղավոր ծառայում, իրան թեյի մեջ ուղակի թաթախում ես ու քաղցրանում է։ Գիտի ընկերներից մեկն եկել ու նայեք իր հետ վելա հյուրասիրություն։ Ով կուզի թեյ։ Թեյ ով կուզի։ Շատ տարօրինակ է ինչ-որ։ Բայց իմ դուրը չեկա։ Ռեստորանը ուղիղ սարերի մեջ է, ահա որ սիրուն բնություն է, ու որ պատկերացնենք մենք նստած ենք այն անկյունում, արդեն դուրս ենք եկել, հիմա մի քիչ քայլում ենք։ Ոտը չեք պատկերացնի ինչ լավն է։ Դերևս բանում, Թեհրանում, վաղը մեկնում ենք ուզում եմ ասել Կիպրոս, Քիշ կղզի։ Hello, how are you? Հիմա մտել ենք ներսը, տենանք ինչ կա, չկա, շատ հավես է ժողովուրդ։ Կյանքում ներսը չի մտել ու այն կինոների պես է լրիվ։ It's like movie. It's the first time you come to Yeah. Iran and also First time Iran, first time here. Քանի քիչ մարդ կա, եկեք սոսվեն է ցույց տա, մեր գիդն է, Իրանագետ չէ, այլ Իրան հենց բառից բունի վաստով։ Ոնց կլինի իրաներեն, չգիտեմ, բարև ձեզ։ سلام Բարև ձեզ, հետևեք Դավիթի ալիքին։ سلام داوید رو دنبال کنیم After all, computers crash, people die, relationships fall apart. The best we can do is breathe and reboot. Նավը հունական նավ է կոչվում, մի քանի տարբեր կազմակերպություններ կամ անձիկ, ոնց որ նավը հա վաճառել են, գնել են, վաճառել են, ամենավերջինը գնել է Հունաստանից մի հատ մարդ, հունացի, հա, ու նավը ինչ-ինչ պատճառներով ստե ոնց որ վթար է ենթարկվում լալա տատալյա։ Այդ ամենից հետո որոշում են, որ պետքա բան անեն։ Պարսիկները որոշում են այս նավի կրկնօրինակից պետքա սարքեն ու դրա համար հույները որոշում են նավը վառեն, որ հենց նույնը չկարողանան պարսիկները սարքեն, մինչև հիմա ըստ լեգենդի պահանջում են նավը ու քանի որ չեն ստանում, ինքը մնում է այստեղ այսպես վիճակում։ Եկել ենք ամենասիրուն սրճարան ռեստորաններից մեկը, որը ոչ թե ժայռի կողքն է, ոչ թե ժայռի տակն է, այլ հենց ժայռի մեջ է։ Ես շատ եմ ուզում ստեղ հայտնվել ու վերջապես հասնել։ Մնեք, այս լատե ու բրաունի, որի պաղպաղակը իրանք առանձին են տվել, այսքան բրաունի սենտ պաղպաղակը հետը, տոյս հլը էլի կա։ Այս սաղ իրար հետ կազմում է 800 դրամ։ Դաժե Սյոնիքի մարզում այս գինը չի։ Եթե ինձ զուտ մոլի մեջ կարելի է գալ ու քշել կանկիներ։ Եթե ինչ բերել են նաև թանը, որի մեջ կա վարդ, ու այս սևը որ տեմ եք, դա Օմանի չորացրած լիմոնն է։ Սաղ համով էր, սաղ իդեալական էր, բայց անկեղծության համար այս թանը вообще չարժի։
Մենակ ստենայք ինչ սիրունա լրիվ Instagram style-ը նկարվելու ու ամենահետաքրքիրն է, որ իրանց մոտ հիմնական զուգաները սենց է ու շատ պարտադիր է այս, չգիտեմ անունը, որը պրոստը իդեալական է, չեք պատկերացնի ամենաճիշտ բանն է, որ դրան եկել ենք ամենասիրուն ծովափներից մեկը լուսակվածը դիմավորելու համար։ Իշիտ հետեք վերադառնում Թեհրանում անցկացնում ենք մոտավոր 2 օր ու հետո հետ Երևան։ Այսօր Թեհրանում վերջին օրն է, գնանք մի փոքր Թեհրանը ցույց տամ բացահայտենք ու վсё, հետ վերադառնանք Հայաստան։ Այլ հյուրանոցի համարը, արդեն տեղավորված վիճակ է, սենց ասած, այս դրան ուշադրություն դարձեք, սենց փակեմ։ Ինքը շատ կոմֆորտ է, պուճուր, հարմարավետ է ու եկեք ամենակարևոր բանը ձեզ ցույց տամ, ստեղի փողերը։ Մենք բանի անխորժակ, ունենք նաև տեսարան դեպի եսին որ փողոց։ Սա էլ մեր համարը ու հիմա մի հատ ստեղ նայեք, հեսա սա ավելի մանրամասն կասեմ ինչա։ Լույսը միացրեցինք, մենք սովոր ենք, չէ, որ պետք է ինչ-որ բան կախենք, որ չանհանգստացնեն կամ սենյակը մաքրեն, ստեղ սենսորնի է, սխմում ենք ու նայեք, ու ստեղ վсё, բերում է։ Ստեղ եկեք լիֆտի հետ կապված էլ մի հատ հավես բան ցույց տամ։ Լիֆտը երկու հատ կա։ Մեր ինքը մոնիտորը, որ պրոստը տնես որ հարկը որն է, բայց չէ, ակազեցա, ինքը սենսորնի է, սխում ես ասում է որ լիֆտն է գալու ու վերջ, որ ներս ես արդեն մտնում լիֆտ, ինքը ավտոմատ սխմած։ Փոստերը համարյա դատարկ են ու կիսա դատարկ են, իսկ խանութները բոլորը փակ են, որտեղ այսօր լոգիկայով իրանց մոտ շաբաթ է։ Գիտեք ինչ տպավորություն, ոնց որ ինչ-որ հանգիստ է ստեղ, ոչ մեկ ոչ մի խնդիր չունի, դաժե եթե ունի, այդ խնդիր չի։ Մի տեսակ ոնց որ այդ 1400-ականներն է ստեղ, այդտենց բայց vibe-ն է, ասած, չգիտեմ, հանգիստ է շատ ընտանեկան է, օրինակ երեք իրիկունը այգում լիքը տատի, պապի, թոր, ծոր, սենց նստած պիկնիկ էին անում, որ մեր մոտ ես կյանքում չեմ տեսել, ու ամենահետաքրքիրն է, որ այդ պիկնիկի կտորի մեջ իրանք կոշիկներով չէին մտնում։ То есть կոշիկներն առանձին հանած դրած էր, ու վсё, ակուրատնի, ես տենց բան չեմ տեսել, որ պիկնիկի բանի վրա կոշիկները հանեն մտնեն։ Մեր մոտ եւի տենց մեկը անի, կասեն ամոթա, ոնց զոտաբոբիկ հելնես բան։ Սա մետրոյի ստանցիաներից մեկն է, այս էլ ընդհանուր հրապարակը։ Լիքը շենքեր կան, որոնք նոր են կառուցվում։ Սա էլ վետ կան ընդհանուր։ Եթե նայեք, լավ, շատ մեծ է համեմատության համար Հայաստանում մոտավորապես այսքան կա, մի քանի հատ է, 7-8 հատ է, ու հələ մի հատ ստեղ նայեք, ինքը ահռելի մեծ է, էլի։ Այդտեղ եթե ինչ շատ ապասնյա շորշ անցել է, հիմա շատ դատարկ է, բայց չեք պատկասի, կարող է գցեն ավտոյի տակ այդ վիճակն է, դաժե Երևանում է որ ձեռով պահում ես, ասում ես տեղ էդի չի օգնում։ Հետ արի։ Հրապարակի մյուս կողմից մենք այն մասերն ենք մնում, այն մատիկը սուրդը կա, ստեղ ներքևը մետրոն է, չէի ասի պուլպուլակա, բայց պուլպուլակի վայբ է տալիս, ու ինչ թվում է պիտիվոյ է, այո, երևի ինչ-որ մեկին է նվիրված, ինչ-որ մեկին ուշատախտակն է, Այ գիտում ենք այն դե չգիտեմ, երևմատ թե չէ, սենց չգիտեմ, մի քիչ խավրած է, բայց շատ սիրուն է։ Ցոր պարզվեց փակ է, որտեղ կիրակի է, բայց հուսանք հետո բաց կլինի, կմտնենք ներս մեր կտենանք։ Վերջապես եկել ենք բազար, եթե պատկերացում կազմեք,
ահա որ մեծ է, այս ամենափոճուր հատվածն է, ինչ ասես կա, բազարի ձայները, ամեն ինչ ոնց որ, սա նենց ոնց որ գիտեք, այ մոտավոր այս տեսքն ունի, ամեն ինչ, տարածությունը երևի 2 մարդու քայլքի չափ, ընդեղ են խստեղ ինչ ասես, որ դուսուս շատ համով է ամեն ինչ տեսքով, կարաք վերցեք, փորձեք, կամ միանգամից գիտեք։ Ինչ խորհուրդ կտաս, որ Իրանից մարդիկ գան գնանես շուկայից։ Ընդեղ են զեյթուն, համեմված ընկուզով ու լրան տոմատով, հատունեի տեսականի ու անուշեղը իրականաբար։ Ամեն ճավարտվեց, գնում ենք հետ Երևան։